հայերս ենթարկված են ցեղասպանության, որպես ցեղասպանության արդյունք աշխարհադարած դարդղնած է։ Թուրքը, որպեսզի դիրանա հային հողին եւ հարստության, երեք միջոցի թիմեց. չարթել գոդորել, թրկացնել եւ իր հողադարածքեն փնորանեն վդարել։ Եվ ներկայիս թե հարստության դիրացած է, թե մշակույթին դիրացած է եւ թե հողին դիրացած է։ Ուրեմն մենք հայերս պիտի մոռնանք ադիղ։ Նույնիսկ իմ աշակերտներուն ես դպրոցը կհարցնեմ, կսեմ արմադով ուր են եք, գցե մեծ հայրս Սասունեն է, մեծ մայրս Մուշեն է, Արևմտյան Հայաստան։ Հիմա մենք պիտի մոռնանք այդ հողերը, Թուրքին պիտի ցենք խաղաղություն գուզենք, խաղաղությունը կհիմնվի արդարության վրա։ Իրավունքը եթե գեզի կուտան, խաղաղություն գրես, եթե չեն դար, գտի մեզ պատկան գարույցներու, որպեսի տիրանաս։ Մեր վրա ադի բարտավորություն է։ Իմ հայրս ու մայրս եղած են որբ։ Այն տաբի շրջանին ընտանիքը քարելով կացած է Հալեբ։ Իրեն փոքր եղած են ցկած են հոնդեղ որբանոց, քանի մտարի հետքը կացած վերցուցած է։ Ուրեմն ես հիմա այն տաբի շրջանը իրենց քյուղը բիտ մորնամ, իրենք թուրքերն ակիդեն, գցե հա, ացի գցե խաչերին դունն է։ Հայը ունի ասկ որբեսիտ, որում պաղադրիչներն են ժողովուրդը, հայրենիքը, լեզուն, գրոնը, ավանդությունները և մշակույթը։ Եթե մենք ասոնց կապվինք ժողովրդին, ասկին, գրոնին, լեզվին, աս երգիրը 5 տարվա մեջ ակին սարկացում կունենա և գդիրենք մենք հարավային Կովկասին։ Վենեդիգը երկու իմաստ ունի ինձ համար։ Մեկը, որ փոքրաթիվ եկեղեցականներ, նվիրյալներ հեռավոր արևելքեն հավաքած են մշակույթի նշխարները, գազմագերբած են, վերանայած են, մաքաղատները ամբողջ վերլուծած են, ստեղծած են քրագանություն, պատմություն, քարտեզ, զանազան լեզուներով ծանոթացուցած են եվրոպացիներով։ Քաղաքակրթությունը, որ արևելյան ասենք, ծանոթացուցած են արևմուտքին և արևմուտքի գիտությունն փոխանցած են հայության։ Աս Մխիթարյանները հրած են։ Իսկ դպրոցը ինչ է, Մուրադ Ռաֆայինյան վարժարան գցեր,
Մուրադ Ռաֆայելյանը երկուքն էլ մեծահարուս Հնդկաստանին վաճառականներ էին, բայց խաղապարում ունեին հասկանական, որ եթե որևէ մեկը կարևոր պատմության քիրքը թարգմանի հայերենի, իրենց մեծ գումար նվիրատվություն պիտի որպեսզի դպրոց, հայկական դպրոց ունենա։ Մենք նույն գաղնի դարբեր ջուղերն ենք, մենք նույն թրջունի երկու թևերն ենք, նույն չար ոսոխի միակ զոհերն ենք, բայց հայուց ավակ եղբայր հայրենի։ Խնդրեն ձեզ մեկ, որ դեր տաննա մղետարյան դպրոցներում, որպեսզի շարունակվի Մղետարյանի դեսինքը, որ հայը ըլլա գրոնաբաշտ, զարգացած, ասկային ոչիով և իմացությամբ և գիտությամբ կարենա ծառայել իր ազգին և իր հայրենիքին։ Բոլիսը եղած է չահագիրը հայ մշակույթի, եղած է փարոսմը, ուրգե հայ մշակույթը դարածված է քաղաքներում։ Եվ որ մենք վերցնենք 18-րդ դարու կամ 17-րդ վերջավորության հայ մտավորականները, պատմագիրները, երաժիշտները, նկարիչները եւ այլն մեծ մասամբ արմատը բոլից է։ Նույնիսկ վերցնենք մենք Մղետարյանները, Վենետիկի Մղետարյանները, առաջին զորավոր մտավորականները, օրինակ հայր Ղևոն Տանիչյան, հայր Միքայել Չամոչյան, հայր Արսեն Փակրադունի, Վիեննայի հայր Արսեն Այդոնյան, որ արմատահայերեն գրականությունը գրած է, ասոնք մեծ համբավավոր պատմակետ, գրափարակետներ են, որոնք ծնած են բոլիս։ Ուրեմն բոլիսը Հայաստանի մեջ լավ չի ջանցված։ Չեն գիտեր, մի քանի փանասերներ, պատմակետներ գիտեն։ Ընդհանուր ժողովուրդը գաղափար չունի։ Գկարծեն, որ բոլսեն, որ հոսք ու կան թուրքերեն կխոցին հանգցեն թուրքեր եկան։ Իրականություն մեջ այդպես չէ։ Թուրքերեն կխոսին, բայց ոգին եւ սրտերին հայ է։
խորհուրդ կտամ ցեզի, որ հայերեն լեզուն լավ սորվիկ, յուրացնեք, ծեր մեջի կարողականությունը որ գա, ադի կորձի տնեք, հարստանակ, ջարդարաբեդ եղեք, բայց գլխավոր նպատակը ծառայեցեք ծեր ազգին։ Պայքար երկեցի, ձեզի ընծա հայ մարդիկներ, քրիչս եղավանցոց սրտերում հնոցի, ձեզի ընծա քաջ մարդիկներ, եղեք միագրջով վրեջ երկեցի, ընդ երեգանքո ոնք երաներ։ Գաբանի ացերնարկը խորհրդանշանական էր, որ մեզի զելու համար մենք կանք, մենք հայ ենք և մենք ուզենք այդ հայությունը պահպանել։ Բանաստեղծությունը ներքին չսեմ բորդկում, այլ արդահայտության ծևն է, որով երբ որ չես կրնար փայծեպած խոսքով ասել արդահայտվի, ուրեմն թուղթի վրա կգրես և այդ թուղթը տարածելով մարդիկ կհասկանան քու ներաշխարհը։ Ներաշխարհս արդահայտած եմ 3 տեսակետով։ Մեկը ազգասիրական, հայրենասիրական մարդի վրա, մյուսը սիրային, մյուսը խոհական մարդկային վարմունք։ Ուրեմն, երբ որ բժիշկ ես, այս երեքի մեջը շարունակաբար խլորդումներ գլա, ու քանի որ ես քրելու հատկություն ունեի, և դժվար չէր ինձի մտածածս քրի առնել, 5-10 վայրկյան որևէ արիթ որ լար ամենը քրի գարնեն, նույնպես հիմա գեշանվա մեջ երբեմն ոտանավոր մը գքրեմ, 2 վայրկյան, 3 վայրկյան սրպակրեմ վերջացավ։ Սուրբերն եմ բխած, բժիչն եմ ես, Ոյտապանի մասունքն անկորուց, լույսի ակունքեր, հայկած մարդություն ման է բխված, տանջահարեա, կետ համանգերու, լույսի ակունքի։ Բոլիսեն ետքը լիպանանը սպյուրքի պապախող սիրտ է ած, թեժպաղտաբար քաղաքական խլորդումներու պատճառով ծրվեցան լիպանանահայերը, ոն 2 գարույց կա, մեկը գուսակցական, մյուսն ալ եկեղեցին, Անտելիասը, 2-ն ալ հիմքերը կգազմեն աշխարհացրիվ հայության պահպանության գետրոններ։ Թշպաղտաբար 150,000 էին, հիմա 50,000 հազի մնացած են, Անտելիասը բավական գայուն վիճակի մեջ է, բայց դա քաղաքեն գախում ունի։ Դժվար է, այո դժվար է։ Լեր գրնանք մաքրցին, այո գրնանք մաքրցին, քաղաքին գրնանք հասնին, այո
եթե քրդին թափենք, ջանգերով, մաքիններով բարձրանանք։ Իմ ոտանավորս ատկս է, ես քեզի գուկամ, հեզ ու երկու բաց, հողըտ բակնելու, ադե, սպիրկ հայը անգերց պիտի գնա, պիտի վերաթարնա իր հայրենիքը և համբուր է ատող։ Լագորներ եղեն չեն կրած։ Հոգադարություն պետք է, հոգադարություն ինչ տեսակ է, որ իրենց պետք է հասկացնել, որ մենք կքննադենք ձեր կորցը, ազգային կորց կնեք, ճիշտ ուղիի վրա եք, որոշ շեղումներով և այդ պետք է շարունակվի։ Միաժամանակ պետք է իր ուղեներուն մեջը թաչես, որ ծննդավայրը հայրենիք չէ։ Գյոթեն գսե, օդար երգիրը հայրենիք չգրնարն։ Ուրեմն օդար երգրի մեջ պետք է արմադանա հայությունը։ Իրենց կարողականությունը մեծ մասամբ պետք է գետրոնացնել Հայաստանի մեջ։ Ինչ պատկան ունիմ անջարցիներուն։ Պետք է կողաբանեն, որ աց հողադարածքը թարցուցած են իսկական հայրենի բույնի և միջազգայնորեն սմայլանքի առարգա է, բայց կսեմ նմադակնիտ պիտի լա մասմը աս բարիգեցության, բարեկարգման օրինակը դանի Հայաստանին։ Աս խոսքերով գավարդ։